Ռուսաստանը չի կարող արգելակել այս թրիպի կառուցմանը։ Չի կարող։ Ինչպես։ Ասի երկաթգիծը իմն է չեմ անում, դա ծիծաղելի է, չէ՞։ Բայց դրա վրա է հիմա, չէ՞։ Պետք է մենք միջազգային դատարան կազգայնացնենք նորից երկաթգիծը։ Իրենք ունեն պարտավորություններ դրումներ անելու, թող անեն։ Ասվել է բազմիցս անգամ։ Չեն անում, դիմում ենք միջազգային արբիտրաժը։ Կարծում եք այդպես կզարգանան։ Դա հնարավոր ճանապարհներից մեկն է, շատ ավելի ցիվիլ։ Չպիտի կառավարության որոշում ածայնացվի, չէ։ Կա դատական որոշում, արբիտրաժ եւ այլն։ Պետք է անպայման արտադրության համակարգը օգտագործել միջազգային։ Հետ են գալիս ամենա հարցին, ինչու Թուրքիան չի բացում սահմանը, այս տարբերակները դիտարկելուց հետո ձեր ոնց որ կարծիքը։ Ես ճիշտ հասկացեք, ես չեմ կարծում, այն կարծիքին չեմ, որ Թուրքիան առասարակ չի բացելու սահմանը։ Չէ, այս պահին չի բացում։ Այս պահին չի բացում, կարող է ավելի մեծ ճնշում լինի, հետո բացի։ Ավտոճանապարհը բացի, այդպես չի կարող անդադար շարունակվել։ Եթե խոշոր տերություններին ձեռք է տալիս, որ այդ սահմանը բացվի, իսկ եւ Միացյալ Նահանգներին եւ Եվրոմիությանը դա ձեռք է տալիս, որ Հայաստանը ավելի տնտեսապես ոտքի վրա կանգնի, որ կտրվի այդպես ասած ռուսական ԵԱՏՄ շուկայից եւ այլն, դա իրեն շահերից բխում է։ Այդ դեպքում նրանք պետք է ճնշեն Թուրքիայի վրա դա։ Դա նշանակում է առևտուր։ Այսինքն առևտուր ոչ տնտեսական, այլ բանակցություններ եւ Թուրքիան Հայաստանի այդ գործոնը բացելու գործոնը թանկ վաճառի ավելի։ Փորձում է ամեն գնով թանկ վաճառել, սկսած ինքնատիրներ ձեռք բերելուց, վերջացրած այլ գործոններով։ Տիպիկ թուրքական քաղաքականությունն է, ինչ որ ունի փորձում է թանկ վաճառել, բայց դա սահման ունի, պետք է նա հասկանա, որ մի օր այդ վաճառքի հարցը առհասարակ մեջտեղից կարող է դուրս գալ եւ ինքը շատ մեծ խնդիրների առաջ կանգնի։ Եվ մեկ հանգամանք եւս չդիտարկեցինք, դուք ասիք Ադրբեջանը բացում է երկաթգիծը եւ չի խոչընդոտում, արդյոք Ադրբեջանի գործոնը եւս չէ խոչընդոտող հայ-թուրքական սահմանի բացմանը հարաբերությունների, որովհետեւ Ադրբեջանը այսպեսի կարծիք կա, որ Ադրբեջանը բնավ չի ուզում, որ Հայաստանը ոտքի կանգնի, դուք ասացիք, որ դա կուժեղացնի Հայաստանին։ Ուժեղ Հայաստանը դա Ադրբեջանի պլանների մեջ չի մտնում, հակառակը, որքան հնարավոր է թույլ պահել Հայաստանը մտնում է Ադրբեջանին։ Համաձայն եմ, բայց Ադրբեջանը գործոն չի։ Ադրբեջանը շատ փոքր է Թուրքիայի համար էական գործոն լինելուց։ Սա Թուրքիայի քաղաքականությունն է։ Այո, ժամանակին Թուրքիան ընկրկել է Ադրբեջանի որոշ պահանջների տակ եւ կշերքի նժարին են դրել թուրքական պետությունների լիդեր լինելու Թուրքիայի կարևոր պատասխանատվությունը, հիմա եթե հանկարծ չաջակցի, հիշում եք 2009 թվականի արձանագրությունները, որ այնպես էլ պարլամենտը չհաստատեց հայ-թուրքական։ Բայց Թուրքիայում դրանից հետո շատ մեծ քննադատություններ հնչեցին Էրդողանի հասցեին, ասելով որ դու գնում ես թուրքական շահերի դեմ։ Մեր շահը դա չէ, մեր շահը Հայաստանի հետ սահմանը բացելն է, շատ ավելի ակտիվ լինելն է տնտեսապես Հայաստանում, Կովկասում, առասարակ։ Իսկ դու գնում ես Ադրբեջանի գերին ես դառնում ես հարցում։ Եվ իրենք չեն կարող դա չհասկանալ։ Այստեղ Թուրքիան է որոշում, Ադրբեջանը ուրիշ գործոն չէ։ Երբ որ հարմար գտնի, ինչ որ առավելագույն բան կփորձի փոկել, ինչ որ հնարավոր է եւ կբացի սահմանը։ Ես ինքս ճիշտ ասած այդ կարծիքի դեմ եւ շատ հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ դա տեղի ունենա։ Դիտարկում ենք Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների այսօրվա իրավիճակը, կարծես թե մեկ օր առաջ նորից վտանգ կար, որ պատերազմը կվերսկսվի, համենայն դեպս լարված էր իրավիճակը ռազմական, բայց այստեղ հետաքրքրում է ինձ այլ հարց, դե փորձում են կանգնեցնեն, կասեցնեն, որ պատերազմը չվերսկսվի, բայց ինչու ենք մենք ասում եւ ամբողջ աշխարհում ասում Միացյալ Նահանգներ Իրան պատերազմ, ինչու չեն ասում Իսրայել-Իրան պատերազմ եւ այժմ էլ խոսում են Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների մասին, ընդཐུպ մինչև հարց 3 եղավ, լրագրողներից մեկը Ռյուտեին, ուրեմն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հարց ուղղեց, ասաց, եթե հանկարծ Թուրքիա եւ Իսրայել պատերազմ սկսվի, 5-րդ կետը կսկսի աշխատել ՆԱՏՕ-ի, այսինքն Թուրքիային կգաք պաշտպանելու, դե նա խուսափեց, ասեց Էրդողանը խելացի պրագմատիկ ուրեմն ղեկավարը, չի թույլ տա պատերազմ, իսկ եթե ներով չխոսենք։ Եվ այսպես, ինչու են ասում Իրան Միացյալ Նահանգներ պատերազմ եւ արդյոք հնարավոր է Իսրայել-Թուրքիա սրվի հարաբերությունները ընդཐུպ մինչև ռազմական գործողություններ։ Եվ Հայաստանը ինչ պետք է անի այդ դեպքում։ Ասում են Իրան Միացյալ Նահանգներ,
պատերազմ, որտեղ Իրանին ռմբակոծում է Միացյալ Նահանգների օդուժը։ Իրենց հրթիռները եւ այլն։ Բայց իհարկե պատճառը Իսրայելն է, ինքն է հրահարել ակնհայտորեն։ Իսրայելը չի սարսափում է նրանից, որ Իրանի միջուկային ծրագիրը հանկարծ աշխատի, որ իրանք դա ունենան միջուկային զենք։ Եվ ամեն գնով ուզում են հասնել նրան, որ այդ բոլոր հնարավորությունները ոչնչացվեն։ Ասել, որ իրենք վստահ են, որ ոչնչացված է, երևի այնքան էլ չէ։ Եթե վստահ լինեին, պատերազմը իսկապես կմոտենար ավարտին։ Բայց մյուս կողմից դա երկար շարունակվել չի կարող։ Միացյալ Նահանգներում շատ-շատերը արդեն հասկանում են, որ Իսրայելը իրենց օգտագործել է Իրանի դեմ։ Եվ շատ նույնիսկ պաշտոնյաներից մեկը իրենց ռազմավարական հետազոտությունների անվտանգության, ուրեմն ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն հրաժարական տվեց, իր հրաժարականի դիմումի մեջ գրելով, որ Իրանը մեզ համար վտանգ չի ներկայացնում։ Եվ կոպիտ ասած մենք չպետք է ծառայենք Իսրայելի շահերին։ Եվ այդ բողոքը գնալով ավելի լսելի է դառնում։ Չի կարելի միլիարդներ, տասնյակ միլիարդներ ծախսել, ոչինչ չստանալով, ոչ մի արդյունքի էական չհասնելով, եւ հետո ամերիկյան օրենսդիրների եւ ընտրողների առաջ պետք է պատասխան տա Թրամփը։ Դրա համար Թրամփը ինքը ուզում է այսպես այդ բառը շատ հաճախ են օգտագործում, դեմքը բրկելով ավարտել պատերազմը։ Բայց Իսրայելը անընդհատ հրահրում է Նետանյահուն, որտեղ նա շատ լավ գիտի, որ պատերազմի ավարտից հետո պատասխան տալու կարիք է լինելու։ Այս ինչ է կանում։ Հիմա շատերը պաշտպանվում են այդ պատերազմը, ինչպես ժամանակին Ալիևը պաշտպանվում էր Հայաստանի դեմ Ղարաբաղի համար պատերազմով, հիմա հետ բերեց եւ այլն, բայց շատ մեծ քննադատություններ կար, չէ՞ իր հասցին։ Նույնիսկ Իսրայելի տարբերակում։ Սա իհարկե շատ հուսով եմ, որ վերջ կունենա, այն ժամանակ այդ մարդիկ պատասխան կտան։ Նույն Նետանյահուն Հագայի տրիբունալը պետք է գնա ներկայանա սանկցիա տրված կալանավորելու եւ այլն։ Ինչի մասն է խոսքը։ Նա հիմա պաշտպանվում է այդ պատերազմը։ Այդպես չի լինի։ Մարդկանց անձնական շահերը չպիտի թելադրեն երկրների զարգացման ճիշտ ռազմավարության ուղղությունների ընտրությունը։ Եվ ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները երկար շարունակի այս պատերազմը։ Նույն Արմուզի նեղուցը արդեն վերահսկում է Իրանը, կարծես։ Պաստորեն այդ զիջումներին կգնում է։ Մի քիչ հետո էլի կգնա։ Այս խնդիրները շատ լավ լուծվում էին։ Հիշում եք դեռ Օբամայի օրոք, իրենք նույնիսկ շատ ուրախացան Իրանում, որ սանկցիաները անվում են։ Իրենք համաձայնության եկան միջուկային համաձայնագրի շուրջ, հետո նորից լարվեց իրավիճակը։ Տրամպի գալուց հետո։ Հիմա կարծում եմ, այստեղ կլինի մեզ համար շատ ձեռնտու է խաղաղությունը Իրան։ Հայաստանի համար շատ։ Իրանն էլ կօգտվի այդ կոմունիկացիաներից, հարավ-հյուսիս ուղղությունը կզարգանա, Հնդկաստանն էլ կօգտվի այդ հարավ-հյուսիս ուղղությունից Վրաստանով դեպի Եվրոպա։ Ինչի մասն է խոսքը։ Շատ մեծ հեռանկարներ կբացվեն։ Եվ քանի դեռ կա պատերազմը Իրանում, նույնիսկ եթե կառուցվի թրիպը եւ այլն, կապերը այդքան ակտիվ, այդքան աշխույժ չեն լինի, ինչքան խաղաղության պայմաններում ակնհայտ է։ Խոշոր բիզնեսը միշտ ավելի կոնսերվատիվ է։ Իրենք նայում են, տեսնում են ինչ ռիսկեր կան։ Այդ թվում քաղաքական, ազգամիջյան, գերտերությունների միջև, շահերի շուրջ եւ այլն։ Իրանը կարող է շատ մեծ թռիչքաձև զարգացում ունենալ, երբ որ սանկցիաները անեն, եւ ինքը կարողանա իր նավթը վաճառել։ Գազամուղ կառուցել նույն Հայաստանի միջով դեպի Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանի տարածքը։ Եվրոպան ուզում է իհարկե կուզեն։ Ինչի մասն է խոսքը։ Իրենք էլ լավ գիտեն, որ Ադրբեջանը այդքան ռեսուրս չունի գազ։ Ռուսական գազը գնում է Իրանից, հետո վաճառում որպես ադրբեջանական։ Այս ամենաարգելակողը Իսրայելն է։ Իսրայելը չի կարելի ինչ-որ մի երկրին վերցնել եւ ասել, այս բոլորը նրա պատճառով է։ Մի քիչ դժվար է, տարբեր շահեր կան։ Արգելակողներից մեկը երևի եւ դրա համար հիմա հարաբերությունները սրվել են Թուրքիայի հետ։ Այ ինչու։ Հիմա եկեք Իսրայել-Թուրքիա դիտարկենք։ Դրանք լարվեցին բավական մի քանի տարի առաջ էր, ես հիշում եմ Դավոսում էր Էրդողանը պարզապես վեր կացավ եւ գնաց։ Իսրայելցիներին ասեց դուք ցեղասպանն եք, որ այդպես իվան եք անում, Իսրայելը շուռ եկավ ասեց ովով դուք ցեղասպանությունից խոսելու իրավունք չունեք, հիշեցրեց հայերի ցեղասպանությունը, Էրդողանը վեր կացավ ու գնաց Անկարա։ Հենց այդ ֆորումի ժամանակ։ Դրանց դեռ լարվեցին բավականին հարաբերություններ, Իսրայելը նաև վախենում է, զգուշանում է Թուրքիայի մեծ հզորացումից։
Այդ պատճառով չեմ կարծում, որ հիմա Իսրայել աջակցի Ադրբեջանին, փորձին տեղի չոր բազաներ լրացուցիչ տնել Իրանի դեմ, դրան դեմ է Թուրքիան նաև, որտեղ իրենց հեղինակությունն է մուսուլմանական աշխարհում էապես ընկնում, եթե իրենք տալիս են օդանավակայաններ ռազմական ավիացիայի համար, որ Ադրբեջանից հարված Իրանին, եւ փոխարենը ոչինչ չեն ստանում։ Իսրայելն դա լավ գիտի։ Եվ չեմ կարծում մեր դեմ ինչ-որ քայլեր անի հանուն Ադրբեջանի, քանի որ Ադրբեջանը խոսք տա իրենց համար օդանավակայաններն, ինչպես պատերազմի ժամանակ էր։ Իրենք իրենց զենքեր էին տալիս, ու փորձում էին օգնել, որտեղ շատ ոգևորված էին նրանից, որ այդ տարածքներում, որ իրենց ավարտը տրվեց, իրենք օդանավակայաններ էին սարքում ռազմական եւ ինքնաթիռները այնտեղ էին տեղակայում, որ ուղեն Իրանի դեմ։ Բայց դա չստացվեց։ Հիմա առավել եւս չի ստացվի, որտեղ դա Թուրքիայի եղնակցության հետ է խաղում։ Եվ Թուրքիան հայտարարել է, որ մուսուլմանական աշխարհի ինքը պաշտպաններից է հիմնական, ինչպես Պաղեստինի, այնպես նույնպես Իրանի դեմ նա չի գնա երբեք։ Եվ Իսրայելը դրա հետ հույս չի կապում, դրա համար է Թուրքիայի դեմ, այո, այդ քայլերը եւ դրա համար է մերձեցման ուղղված քայլերը Հայաստանի հետ։ Այդ նույն ցեղասպանության ճանաչումը իրենց մոտ կառավարությունը իհարկե պետք է դա միայն դրական է որ ճանաչել են, վաղուց պետք է ճանաչեին հոլոկոստ ապրած ազգը, բայց մենք պետք է շատ զգուշ լինենք, տեսնենք, չպետք է թույլ տանք որ մեզնով մանիպուլացնեն։ Հիմա այդ նույն հարցն է, ինչպես պետք է Հայաստանը հայտնվում է Թուրքիայի եւ Իսրայելի Չեմ կարծում, չէ, մենք այդքան սերտ չենք ոչ Թուրքիայի, ոչ Իսրայելի հետ, որպեսզի ինչ-որ իրենց մեջտեղում շահերի հայտնվենք, չէ, հավասարահեռ հեռավորություն է պահվում, պատրաստ ենք երկուսի հետ էլ առևտուր անել, ներդրումներ ունենալ, ընդեղից ներդրումներ բերել մեր երկիր, տնտեսության մեջ նկատի ունեմ, նույնը Թուրքիայի հետ, բայց Թուրքիայի հետ իհարկե մեր շահերը ավելի համընկնում այդ նույն կոմունիկացիաների հետ կապված, որպես կապ, որպես տրանզիտային մեծ տարած դեպի Եվրոպա։ Այդ որ ասում ենք, եթե պատերազմ սկսվի ՆԱՏՕ-ի 5-րդ կետը, Թուրքիան դրա կարիքներ չի ունենա։ Թուրքիայի համար Իսրայելին լրացնելը շատ հեշտ է։ Որտեղ ահռելի բանակ ունի։ Իրանը կարծում եք լրացրեց Իսրայելին եւ այդքան հեշտ է։ Իսրայելի դեմ Իրանը ուղիղ չի խարվածում։ Իրանը հարվածում է այն ամերիկյան բազաներին, որտեղից ինքնաթիռներ կամ հրթիռներ են թռչում դեպի Իրանի տարածք։ Իսրայելից թռչեն, Իսրայելին կհարված։ Թուրքիան ինչ է անելու, եթե հանկարծ Իսրայելը եւ Թուրքիան այդպես պատերազմի մեջ բռնվեն։ Չեմ կարծում պատերազմի հասնեն։ Չեն բռնվի։ Չեմ կարծում։ Բայց եթե բռնվեն, Իսրայելից ոչինչ չի մնա։ Թուրքական բանակը ցավոք շատ էզոր է։ Հետաքրքիր է, որ Իրանը եւ Թուրքիան այս հարցում չեն համագործակցում։ Դաշնակիցներ են արդյոք Իսրայելի դեմ։ Ունեն ոնց որ թե նույն ճշնամին այս լրելային են համագործակցում, տեսեք Թուրքիան բոլորովին չի մասնակցում Իրանի դեմ որևէ մի միջոցառմանը նույնիսկ, որովհետև հասկանում է, որ դա իր շահերից չի բխում։ Իհարկե մրցակիցներ են տարածաշրջանում, իհարկե Թուրքիան շատ կուզենար, որ Ատրպատականի ադրբեջանցիների բարձրադային միանային Ադրբեջանին եւս թուրանկայանար, բայց տեսնում եմ, որ դա իրական չէ։ Նրանք երևի թե հասկանում են, որ նույն թուրքերը հասկանում են, որ ոչ մի երկրի դա ձեռք չի տալիս, բացի Թուրքիայից, Ադրբեջանից, ոչ մի։ Այդ ու Ղազախստանին նույն թուրքախոս երկրին նույնպես ձեռք չի տալիս։ Մրցակցության հարց կա, ազդեցության ոլորտների հարց կա, եւ իրենք որևէ շանս չունեն դա անելու։ Եվ շանս չունեն հարձակվելու Հայաստանի վրա, ինչպես մեր հերոստատիտողներին, լսողներին, անդադ ակաշներին նստած ասում է հիբրիդային պատերազմի ձևով արվող խաղափարախոսությունը ամբողջ այդ ռոպագանդան 300,000 ադրբեջանցի է գալու, հիմա գալու են գրավեն մեղրիով, այդ բոլորը բացայց սոտեր են։ Ոչ ոք դա թույլ չի տա, ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, այլ որ ոչ մեկի շահից խոշոր խաղացողների չի բխում Թուրքիայի, Ադրբեջանի զարգացումը, իրար միացումը, այդ շղթայի փակվելը ճիշտ հակառակը։ Ճիշտ հակառակը։ Եվ ասել, որ իրենք շատ մեծ սիմպաթիա ունեն թուրքերի ու Թուրքիայի նկատմամբ ճիշտ չի։ Որտեղ Եվրոպան իր մաշկի վրա զգաց այդ նույն Շարլի Էբդոյի դեպքերից ժամանակ հետո ինչ կարող են իրենք անել տեղում։
իրենց շատ միամտաբար իրենք կարծում են, որ իրենք զուլվել են իրենց հասարակության հետ եւ իրենց քաղաքացիներ են, դա լավ է, վատ չի, այժմ աշխատուժը ինչ լավ է տնտեսության համար, Էրդողանի մի փոքր ունքի շարժումով բոլորը դուրս եկան փողոց։ Եվ ցույց տվեցին, իրենք ապշած էին, իրենք չէին սպասում։ Հայերի դեմ այդ գորշ գայլերը դուրս եկե փողոց, որտեղ են հայերը թողան տեսնենք ինչ եք անում, ոստիկանությունը սարսափած խնդրեց հայերին տնից դուրս չգալ, ասացին մենք իրենց կհավաքենք։